Մամադովն ընդդեմ Ադրբեջանի գործի վճռով անհապաղ պետք էր ազատ արձակել ապօրինի կալանքի տակ պահվող քաղաքացուն։ 3 տարի է Բաքուն հրաժարվում է կատարել վճիռը։ Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում քննարկվել է հարցը։ Նկատի ունենալով, որ Ադրբեջանը չի հարգում մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները, ես առաջարկեցի քննարկման առարկա դարձնել եւ սկսենք ընթացակարգ Եվրոպայի խորհրդի կազմում վերջինիս ձայնի կասեցման, իսկ հետագայում, եթե այդ վճիռը շարունակաբար էլի չկատարվի, վերջինիս անդամակցության դադարման հարցը որոշվել է սկսել ընթացակարգ, որ Ադրբեջանին կստիպի կամ կատարել վճիռը, կամ հրաժարվելու դեպքում կասեցնել Բաքվի անդամակցությունը։ Մոտ 20-25 երկիր մոտավորապես եւս ելույթներ ունեցան եւ ներկայացրեցին իրենց դիրքորոշումը եւ համաձայնությունը այդ առաջարկությանը եւ արդյունքում ընդունվեց որոշում, որ 6 ամիս հետո Ադրբեջանը նորից պետք է ներկայացնի իր հաշվետվությունը, այսպես ասած, այդ վճռի կատարման կապակցությամբ եւ կատարել է թե ոչ, եւ ապա դրան հաջորդող նոր քննարկման առարկա կդառնա սանկցիաներ կիրառելու հարցը։ Ադրբեջանի ներկայացուցիչն առարկել է, թե իբր վճիռը կատարվել է։ Միեդում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հիշեցրել է, ակնհայտ ապօրինի կալանավորված մարդը շարունակում է մնալ կալանքի տակ։ Ադրբեջանը այլ փաստաթ չէր կարող ներկայացնել, որովհետեւ փաստացի իրավիճակ արդեն այնպիսին էր, որ որևէ ողջամիտ առարկություն չէր կարող ներկայացնել։ Ադրբեջանը ընդմիջում է խնդրել անդամ երկրների հետ բանակցելու որոշումը խմբագրելու համար, սակայն ոչինչ չի հաջողվել։ Առաջարկը մնացել է անփոփոխ։ Լիանա Կարապետյան, օրակարգ։